Մարիա հեռուստասերիալում ցավալի կորուստ է տեղի ունենում։ Ալան շտապում էր փոխանցել Ռուբենին այն գաղտնիքը, որը Աշոտը պատրաստվում էր բացահայտել իր վերջին խոսակցության ժամանակ, սակայն ոչ նա, ոչ էլ Ռուբենը չեն հասցնում մտնել հիվանդասենյակ։ Բժիշկը դուրս է գալիս եւ հայտնում ողբերգական լուրը. Աշոտը մահացել է։ Այդ պահին նույն հիվանդանոց է հասնում նաև Լիլիթը ձեռքին Աբուլի հետ գնված տորթը, հոր տրամադրությունը բարձրացնելու հույսով, բայց արդեն ուշ է։ Ամեն ինչ ավերվել է։ Ամբողջ ընտանիքը հայտնվում է խորը հուզմունքի ու վշտի մեջ։ Ռաֆն էլ է գալիս հիվանդանոց, սակայն ոչ մի բառ չի ասում։ Իր մոլորություններն ու հանցագործություններն արդեն ուղիղ եւ անուղղելի հետևանքներ են ունեցել ոչ միայն Դավիթի, այլ նաև սեփական հոր կյանքի վրա։ Իսկ Ռաֆը դեռ ոչինչ չի խոստովանել։ Ռուբենը այցելում է Ալային, սատարելու նրանց միջև կայանում է անկեղծ զրույց։ Ռուբենն ասում է, որ այս ցավը հնարավոր չէ հաղթահարել, բայց պետք է ուժ գտնել շարունակելու կյանքը։ Չնայած ընտանիքների միջև եղած բոլոր հակասություններին, այս պահին բոլորի մեջ կա միայն մի զգացողություն՝ անդառնալի կորուստ։ Այս ողբերգությունից հետո Լիլիթն այլևս չի կարող լռել։ Նա հանդիպում է Մարիային եւ ի վերջո բացահայտում ճշմարտությունը։ Ռաֆն է եղել այն մարդը, ով ամիսներ առաջ կոտրել էր Արտակի մեքենայի ապակիները, իսկ այդ ամենի համար մեղադրում էին Դավիթին։ Հիմա, երբ Արտակը սպանվել է, Լիլիթը ինքն էլ է վստահ։ Իրական մարդասպանը կրկին Ռաֆն է։ Նա ասում է, որ հենց այս ամենը իմանալով է Աշոտը ծանր հարված ստացել եւ մահացել։ Մարիան շոկի է ենթարկվում, ի վերջո ստանալով իր բոլոր հարցերի պատասխանները։ Տարակուսած ու վճռական, Մարիան վերադառնում է իր աշխատանքային գրասենյակ ու հայտարարում. այսուհետ ինքն է զբաղվելու Դավիթի գործով եւ դառնալու նրա փաստաբանը։ Մարիան պատրաստ է պաշտպանել Դավիթին նույնիսկ իր կյանքի գնով։ Այլևս չի պատրաստվում թույլ տալ, որ անմեղ մարդը մնա ճաղերի հետևում, մինչ իրական մարդասպանը շարունակում է ապրել ազատության մեջ եւ վայելել կյանքը։ Մարիան պատրաստվում է մինչև վերջ պայքարել ոչ միայն Դավիթի, այլև արդարության համար։ Հարգելի հետևորդներ, արդյոք Մարիային կհաջողվի ապացուցել Ռաֆի մեղքը, եւ եթե այո, ապա ինչպես։ Ինչպես է նա գտնելու ապացույցներ։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Նեկուն են ասելի, հո անտեր չես։ Երկու ընկեր կունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որքան ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ինչ որ բան ստեղյակ չեմ կանտարի։ Դու լավ ես։ Կարայինք չեմ ընքի մորնակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապին քրած։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մի խոսքը։ Ռեյսար։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետեւ չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Ոնց Մոսկովազն եմ ալի։ Չէ՞ սուր։ Նեժնին ստես սպասում եմ, երբ դու իրան գովազ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սենց։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Փար Կրիշնային։
Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 է, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայլույթում պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտի 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի մուսանական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է, եկեք իմերային։ Այո, Սպասեք առաջիկա դարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո, այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողապետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջին ու նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարն չէ, մենք կնենց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը որ։ Նորմալ։ Մարիա ջանս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս Մի պիջակի։ բացի շորերը։ Դա ինչ ձև է։ Ողորդ ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ բաբա է։ Ես են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։